Նոր Գալակտիկոս թե բալանսավորված կազմ, ինչպիսի թիմ են հավաքել Ֆլորենտինո Պերեսն ու Ժոզե Մորինյոն, ովքեր են խաղալու, ովքեր մնալու պահեստային։ Ինչու հենց Մորինյոին վստահեց Պերեսը, ինչ շարժառիթներ ունի պորտուգալացին ու ինչ կլինի, եթե հանկարծ չհաջողի։ Արդյոք Տրենտի համար նոր դիրք մտածելը կստիպի անգլիացուն բացվել իր լավագույն գույներով։ Մբապեն, Վինիսիուսը։ Վինիի մասին անպայման կխոսենք, իսկ գնդապետի տեղը չի քննարկվում։ Կարճ ասած, այս վիդեոյում խոսում ենք Ժոզե Մորինյոյի նոր Ռեալի մասին, կիսվում մեր կարծիքով, ինչ որտեղ ենթադրություններով ու կատակներով։ Մինչև բուն նյութին անցնելը պետք է խնդրեմ, որ բաժանորդագրվեք անպայման։ Լսարանի մոտ 75%-ը նայում է առանց բաժանորդագրության այդ կոճակը սեղմելու։ Խնդրում եմ, ձեզ համար ընդամենը մեկ ակնթարթ է, իսկ մեզ համար շատ մեծ օգնություն։ Օգնեք հասնենք 10,000-ի, մեզ էլ մարդ զգանք։ 16 տարի առաջ Ժոզե Մորինյոն եկավ Մադրիդի Ռեալ մի շատ կոնկրետ առաջադրանքով՝ կանգնեցնել Բարսելոնային, Գվարդիոլայի Բարսելոնային, Մեսսի, Չավի, Ինիեստա, Բուսկետս, Պույոլ, Պինտո։ Այն ժամանակ Բարսան ոչ միայն հաղթում էր բոլորին, այլ շատերին ստիպում մտածել, իսկ ընդհանրապես դաշտ դուրս գալու իմաստ կա։ Մորինյո եկավ, պատերազմեց, հաղթեց, պարտվեց, ռեկորդներ սահմանեց, կռվեց բոլորի հետ ու 2013-ին հեռացավ Մադրիդից։ Հեռացավ 3 տիտղոսով, խնդրում եմ նշի։ Բա ոնց։ Մի հատ Լա Լիգա, մի հատ գավաթ, մի հատ էլ սուպեր գավաթ։ Թույն։ Թվում էր այդ պատմությունն այդպես էլ ավարտվեց, բայց անցավ 13 տարի ու խնդրեմ, պորտուգալացին կրկին Մադրիդում է, սպիտակ շապիկով։ Նա վերադառնում է այն պայմաններում, երբ Բարսելոնան այն ժամանակվա պես ահասարսուր չի, բայց արդեն 2 տարի անընդմեջ դարձել է չեմպիոն ու խնդիրը կարծես նույնն է՝ գավաթը խլել։ Իսկ Բարսայի վերջին գերիշխանությունը հիմնականում Ռեալում տիրող Սոդոմ Գոմորի պատճառն է ուղղակի։ Այս անգամ Մորինյոն եկել է Ռեալ ոչ միայն թիմին մարզելու, այլ կարգ ու կանոն հաստատելու։ Կարճ ասած դաստիարակ էլի։ Դաստիարակը ֆլիկն է։ Ժոզեն այն դասախոսներից է, ով թքած ունի, թե իր ուսանողները ինչ մեքենաներով են գալիս դասի, բացի տանկից իհարկե։ Կոնատե, Կուկուրելիա, Դումֆրիս, Բերնարդո Սիլվա, Կարլոս Էսպի, Յան Դիամանդե, վերջինը ընդհանրապես ակումբի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը դարձավ։ 6 նոր խաղացող, որոնք լավագույններից են համարվում իրենց դիրքերում։ Ես չեմ ուզում պարզապես թվել, թե ովքեր են եկել։ Ես ուզում եմ հասկանանք միասին, թե ինչ թիմ է փորձում կառուցել Ժոզե Մորինյոն։ Ու արդյոք այս թիմը պատրաստ է վերադարձնել Իսպանիայի գահը։ Սկզբում երևի պատասխանենք ամենապարզ հարցին՝ ինչու հենց Մորինյոն։ Մորինյոն վերջին անգամ այստեղ աշխատել էր 13 տարի առաջ, այդ ժամանակներից հետո կարևոր տիտղոսներից հաղթել է միայն Անգլիայի չեմպիոնի գավաթը Չելսիի հետ։ Բա Եվրոպա լիգան, Կոնֆերենց լիգան։ Լավ, դրանք էլ, բայց միայն Հենոյի խաթր։ Մորինյոին կարելի է սիրել, կարելի է չսիրել, կարելի է նույնիսկ ատել, հիշել Կասիլիասի հետ դրվագները, բայց մի բան հերքել չի կարելի։ Այն ժամանակ նա փոխեց Մադրիդի Ռեալը, որովհետև դրանից առաջ շատ երկար ժամանակ Բարսելոնան գերիշխում էր ու Մադրիդի Ռեալն անգամ Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակիչ էր դժվարությամբ հասնում։ Իսկ Մորինյոյի հետ նրանք 3 տարի անընդմեջ հասան առնվազն կիսաեզրափակիչ։ 11-12 մրցաշրջանում դարձան Իսպանիայի չեմպիոն, վաստակելով 100 միավոր, խփելով 121 գոլ։ Դրանք ռեկորդներ են, որ չեն թարմացվել մինչև հիմա։ Ու այդտեղից եզրակացնում ենք, որ Մորինյոյի գլխավոր նվաճումը միայն տիտղոսները չէին, կամ տիտղոսները չէին ընդհանրապես, որոնք համարյա չկային։ Նա վերադարձրեց Ռեալին այն զգացողությունը, որ իրենք կարող են առաջ անցնել, հաղթել Բարսելոնային։ Ու հիմա նորից պատմությունը կրկնվում է։ Պետք է այդ զգացողության վերադարձը։ Բարսելոնային պետք է հաղթել ու Մորինյոն եկավ մինչև 29 թվականն այդ առաքելությամբ։ Ի տարբերություն այն ժամանակվա Մորինյոյի տաքարյուն, գրգռաշատ, հիմա նա արդեն 63 տարեկան է, բավականին փորձառու եւ հաստատ ավելի փափկացած ու փոխված։ Լավ, միգուցե այդ վերջի փափկասիրտը մի քիչ
բերեբոր էր։ Մենք սպասում ենք ինչու հարցի պատասխանի։ Այդա վերջում մանրամասն կասեմ, սա վաբանկ է, ամեն ինչ կամ ոչինչ։ Եթե նայենք Ռեալի տրանսֆերներին, ապա միանգամից մի բան է ակնհայտ դառնում։ Նրանք մեծ ուշադրություն են դարձրել պաշտպանությանը։ Ու առաջին անունը ամենամեծը Իբրահիմա Կոնատե։ Ու այստեղ ֆրանսիացու խաղային որակները չեն առաջնային։ Ռեալը կարողացավ նման մակարդակի պաշտպանի ստանալ ազատ գործակալի կարգավիճակում։ Պերեսը ասեց արեց։ Նախորդ ամառ Կոնատեին շատ ակտիվ ուղարկում էին Մադրիդի Ռեալ ու հենց ինքն էլ ակնհայտ նամյոկներ էր անում, որ ուզում է արդեն տեղափոխվել, բայց Պերես պապին ականջին շշնջաց, թե բա մի տարի էլ համբերի, ձերի կգաս, փող չկա։ Ու Մորինյոյի թիմում հայտնվեց այդ հզոր, արագաշարժ եւ բավականին խելացի կենտրոնական պաշտպանը, բայց դրանով չավարտվեց, իհարկե եկավ նաեւ Կուկուրելյան, Դենզել Դումֆրիսը։ Իրանց համար գլխավոր պապին մի 100 միլիոնի կարգի ընկավ։ Դե հա, այդ դեպքում էլ տարբերակ չկար։ Կուկուրելյան իսկական ժամանակակից եզրային պաշտպան է, նա շատ ակտիվ է, բարձրանում է, պրեսինգի է դիմում, շարժվում ամբողջ եզրով, Ու որ պակաս կարևոր չի, հայլայթերի մեծ սիրահար։ ու եթե Կուկուրելյան ակտիվ է թե պաշտպանվելիս, թե արձակվելիս, ապա Դումֆրիսը երբեմն տպավորություն է, որ մոռանում է պասպորտով պաշտպան լինելը։ Նա կարող է շատ հանգիստ հայտնվել մրցակցի տուգանային հրապարակում, այնպես կարծես կենտրոնական հարձակվողն է։ Բայց այ պաշտպանվելիս նրան փոխօգնություն իհարկե անհրաժեշտ է լինելու, թե ով է այդ գործն անելու ապագայում կերևա։ Ու այստեղ առաջին անգամ մարմնավորվում է, թե ենթադրաբար ինչ է ուզում Մորինյոն։ Պաշտպանություն, որ շատ արագ կարող է վերածվել հարձակման։ Բա տրենդը։ Այն դրա մասին մի քիչ ուշ։ Տրենտը արդեն վայելեց Իսպանիան 1 տարի առանց ֆուտբոլ խաղալու, հիմա ժամանակն է խաղալու։ Նոր դերում։ Բայց եթե թիմի նոր պաշտպանները տալիս են ամրություն, ապահովություն, ապա ինչ-որ մեկը պետք է որ ուղեղն աշխատացնի։ Բերնարդո Սիլվա, սա իմ կարծիքով Ռեալի ամենահետաքրքիր տրանսֆերներից մեկն է, ոչ ամենաթանկը, ոչ ամենաերիտասարդը, բայց գուցե ամենակարևորը։ Բերնարդոն արդեն ամեն ինչ տեսել է՝ Պրեմիեր լիգա, Չեմպիոնների լիգա, բազում տիտղոսներ, աներևակայելի ճնշում։ Զարկերակային։ Ասեցինք մեծ է, բայց ո զառամյալ չի։ Չնայած վազել չի սիրում, հն Ժոզե։ Նա պետքա շատ ավելի լավ մարզվի, նրա ֆիզիկական վիճակը ինձ դուր չի գալիս։ Ամեն դեպքում Մոդրիչից ու Կրոսից հետո այսպիսի ֆուտբոլիստը Ռեալին օդ ու ջրի պես էր պետք, ով երբ ամեն ինչ խառնվում է, կասի տվեք ինձ գնդակը, Ես գնում եմ տուն։ Բայց իրան պետք էլ չի վազել։ Էդ ոնց։ Դե Կամավինգան էլ Չուամենին էլ իր տեղը սիրով կվազեն, չնայած հա Զատո մենակ էդ են լավ անում։ Եթե Բերնարդոն ֆիզիկապես լավ կայուն վիճակում լինի, ապա Մորինյոն ստանում է մի ֆուտբոլիստի, որը կարող է խաղալ կենտրոնական հատվածի ցանկացած դիրքում, կառավարել խաղը կարճ ասած։ Ու ընդհանրապես Ժոզեն կենտրոնում մանևրելու տարբերակներ ունի։ Տրենտ Ալեքսանդր Արնոլդ, աջ պաշտպան, ճիշտ է, բայց չպետք է շտապել, որովհետև դեռ հեռավոր ցիկլոպյան ժամանակներից հիշում ենք Տրենտ Ալեքսանդր Արնոլդի տեղափոխությունը դեպի կենտրոն։ Դա մի խաղաթուղթ էր, որը այսօր Ժոզե Մորինյոն կարծես ուզում է վերախաղարկել։ Ռեալը գնդակով է, Տրենտ Ալեքսանդր Արնոլդը մտնում է կենտրոն ու փաստացի դառնում 4-րդ կիսապաշտպանը, ինչը առավելություն է տալիս մադրիդցիներին դաշտի կենտրոնում։ Իսկ լայնությունն էլ այդ ժամանակ ապահովում է Դումֆրիսը։ Բայց թե ինչպես է այդ երկուսին տեղավորելու նույն դաշտում մեկ խաղի ընթացքում, այդ ժամանակ Մորինյոյի գլխից երևի թե ծուխ դուրս գա։ Ու դա տրամաբանական է, որովհետև սա նախկին 16 տարի առաջվա Մորինյոն չէ։ Նա իհարկե փոխվել է եւ փորձել ավելի ճկուն լինել տակտիկապես, որպեսզի կարողանա դիմանալ ժամանակակից տակտիկների։ Հիշենք նախորդ տարվա Բենֆիկան, ինչքան հիասքանչ ֆուտբոլ էր խաղում ու
հենց Մադրիդի դեմ։ Ու եթե իրականում այս փորձարկումը աշխատի, Տրենտը կարող է դառնալ Մադրիդի Ռեալի անկյունակարային ֆուտբոլիստներից մեկը։ Իրականում Տրենտը գնդակի հետ վարվելու յուրահատուկ ունակություն ունի։ Նրա փոխանցումները, կտրող փոխանցումները ուղղակի աներևակայելի էին, թե անկյունագծային, թե ուղղահայաց, բայց դա նրան լավ խաղալու առանձնահատկությունը ու առաջնայինը չի։ Նրան պետքա համապատասխան վերաբերմունք ցույց տալ։ Կարողանա Մորինյոն Կլոպի պես գուրգուրել ու փայփայել։ Եթե հա, ուրեմն Տրենտը ժարիտ կանի, ժարիտ լինելու փոխարեն։ Սա կարելի է ասել Ռեալի գրեթե բոլոր ֆուտբոլիստների մասին, որովհետև նրանք արքայական են, մեծ էգո ունեն։ Բայց եկեք անդրադառնանք ամենամեծ տրանսֆերին՝ Յան Դիամանդե։ Ռեալը կրկին արեց այն, ինչ անում է վերջին տարիներին, տեսավ երիտասարդ տաղանդի, թաթը գցեց ու միանգամից վերցրեց։ Բայց այս անգամ դա ձրի կամ համարյա ձրի չստացվեց։ Դրա համար Պերեսը ստիպված եղավ մինչև 140 միլիոն վճարել, բոնուսներով իհարկե։ Բնայողություններն ատոշակի թագից անել։ 20 տարեկան ֆուտբոլիստի համար այսպիսի գումարն այլևս պարզապես ներդրում չի։ Նման ծախսերը միանգամից արդյունք են պահանջում։ Ու այստեղ երիտասարդ ֆուտբոլիստի համար նրա ֆուտբոլային ունակությունները չեն առաջնայինը։ Առաջին հերթին նա պետք է հոգեբանորեն շատ ամուր լինի, որպեսզի չլուծարվի։ Իսկ ֆուտբոլային առումով իհարկե նրա որակները տեսել ենք բազում անգամներ։ Նա գնդակը ստանալուց չի մտածում, թե ում պետքա փոխանցի։ Նա փնտրում է, թե ում պետք է շրջանցի։ Տոչնի Վինիսիուսը։ Չէ, Վինին ավելի սիրուն է։ Եթե վերցնենք զուտ դիրքային առումով, ապա ըստ տրամաբանության ձախ եզրում հենց այս երկուսը պետքա պայքարեն։ Տեսեք ինչա կատարվում։ Ռեալը Ժոզեի գլխավորությամբ համոզում է Վինիսիուսին, որ մնա, նոր պայմաններով պայմանագիր է առաջարկում։ Վինիսիուսը շատ ուրախ է, բայց միևնույն ժամանակ նրանք այդքան գումար են ծախսում ու նույն դիրքի համար երիտասարդ ֆուտբոլիստ են ձեռք բերում։ Կարճ ասած, Վինիսիուսին հասկացնում են հանկարծ, եթե նի դայ բոք դու լավ չպարապեցիր ու լավ չխաղացիր, հենա պատրաստին կա, կնստես զամեն ու կչորանա։ Բայց նման վիճակ միայն հարձակման ձախ եզրում չի։ Բոլոր դիրքերում կա առնվազն հավասարազոր 2 ֆուտբոլիստ։ Բայց ով է խաղալու։ Ու այստեղ սկսվում են խնդիրները։ Ռեալում խնդիր չէ լավ ֆուտբոլիստներ ունենալ։ Խնդիրն այն է, թե ինչպես են այդ բոլորին միաժամանակ նույն դաշտում տեղավորելու։ Դիամանդեն եկավ, կա Վինիսիուսը, կա Մբապեն, Ռոդրիգոն, Արդա Գյուլերը, Բրայմ Դիասը, Էնդրիկը ու մի հատ գնդակ։ Պետք է հասկանալ ով է այն տշելու։ Ինչ որ մեկը կորցնելու է րոպեներ։ Գուցե մեկ ուրիշը ընդհանրապես հեռանա։ Եթե հանկարծ Մորինյոն արդեն իր համար ուրվագծել է հարձակման երյակը, դուետը կամ նույնիսկ քարյակը, մյուսների համար բարթանալու է վիճակը։ Ու այստեղ առաջանում է մեկ այլ տրամաբանական հարց. ում են վաճառելու։ Նախորդ թողարկմանը ասացինք, որ Ռեալը իր սաներից մի քանիսին վաճառեց ու լավ գումարներ աշխատեց, բայց ինչ որ բան հուշում է, որ դա դեռ վերջը չէ։ Ու հիմա թեմա, որ մեզ շատ ծանոթ է նախորդ վիդեոից։ Ռոդրի, երկար ժամանակ նրա անունը կապվում էր Մադրիդի Ռեալի հետ, բայց հիմա իրավիճակը ա փոխվել։ Եթե Ռոդրին իսկապես հայտնվի Բարսելոնայում, Ռեալում մի շատ հետաքրքիր հարց է առաջանալու, բա ով է կառավարելու կենտրոնը։ Պարշի Սիլվան։ Հա, երբ գնդակով Ռեալն ա լինում, իսկ երբ պետք է հակագրոհել, այստեղ կարծում եմ առաջին պլան կգա Վալվերդեն։ Նա իր ֆիզիկական տվյալների հաշվին կարողանում է հավասարապես թե հարձակվել, թե պաշտպանվել։ Մի բան էլ 90 րոպեից հետո կարող է գնալ ու տրիբունաները հավաքել։ Այդ տենց ուժեղ է, պարզապես չի կարելի բարկացնել նրան։ Իսկ բարկացնողներ ինչքան ուզես կան Ռեալում։ Բայց Մորինյոյի ժամանակով կարծում ես, Ժոզեի ինչ ես խոսում։ Բայց դե մարդ ես, ինչ կավոր։ Ու հիմա փորձենք ամբողջացնել պատկերը։ Ինչ թիմ է ստացվում։ Շատ արագ, ֆիզիկապես հզոր թիմ, առջևում անհատական, անհավանական որակ։ Ու իհարկե, կազմի աներևակայելի,
աննախադեպ խորություն վերջին տարիների համար։ Այդ թիմը լրիվ ունակ է բոլոր ձևի ֆուտբոլներ խաղալու։ Հիմա պաշտպանվում ես ընդամենը մեկ ակնթարթ ու արդեն հարձակման գծում ես։ Միայն թե Ժոզեն, ինչպես ասեցինք, պետքա ճկուն գտնվի եւ կարողանա այդ կազմը ադապտացնել։ Բացի այդ, ֆուտբոլը փոխվել է, մրցակիցները փոխվել են, ինքը Մորինյոն էլ է փոխվել, Մխիթարյանը վկա։ Ու մինչ մրցաշրջանային նախապատրաստական շրջանում խաղերը ցույց են տալիս, որ Մորինյոն մարշչական շտաբի հետ փորձարկումներ անում է, փորձում է գտնել տարբեր խաղային ոճեր, որոնք կարող է ընթացքում օգտագործել տարբեր մրցակիցների դեմ խաղերում։ Բայց այստեղ բանալի բառը փորձարկումն է, որովհետև ինչքան էլ փորձարկի, գլխավոր նախապայմանը կարծում եմ Անչելոտի Ռեալի վերսիայի վերադարձն է։ Երբ Ռեալի խաղում տիրում է քաոս, որը կառավարվում է անհատների կողմից։ Թե ինչքանով կհաջողվի Ժոզեի մոտ այդ ամենը իրականացնել, ապագան ցույց կտա։ Բայց Ռեալ Մադրիդի նոր նախագիծը վաբանկ է թե Ֆլորենտինո Պերեսի, թե հենց Ժոզեի համար։ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվեց նախագահի պաշտոնում ու սկսեց նորից վերակառուցել թիմը, այս անգամ իսկական փողերով։ Նա խոստացել է վերադարձնել թիմին իրեն հատուկ փառքն ու դերը։ Ու եթե այս անգամ էլ չստացվի, ապա նրան հաստատ կուղարկեն թոշակի, որը շատ վաղուց սպասում է իրեն։ Բա Ժոզեն, ինքն էլ հո ջահել է։ Ջահել է, բայց պապի է։ Ինքն էլ անձնական հաշիվներ ունի։ Ինչպես ասեցի, վերջին 10 եւ ավել տարիների ընթացքում նա այդպես էլ լուրջ հաջողությունների չի հասել։ Իսկ ինքը համարվում է լավագույններից, ընդཐུպ Պեպի մակարդակի։ Այդ պատճառով նա պետք է ամեն ինչ անի, որ հաջողի, որովհետև կազմը, որը հանձնվում է նրան, ուղղակի ահասարսուր է յուրաքանչյուր մրցակցի դեմ խաղում։ Հակառակ դեպքում նա վերջնականապես կվերածվի յուրահատուկի, որը դարձել է յուրաքանչյուր։ Ու այստեղ պատմությունը կարծես կրկնվում է։ 2010 թվականին Մորինյոն գալիս է Մադրիդի Ռեալ, երբ Իսպանիայի չեմպիոնը Բարսելոնան է, որը Մադրիդի Ռեալի ավանդական գլխավոր մրցակիցն է ու առաջադրանքն է կանգնեցնել նրան։ 16 տարի անց պատմությունը գրեթե կրկնվում է, միայն թե դերակատարներն են փոխվում, բացի Ժոզեից իհարկե։ Մադրիդի Ռեալը կարելի է ասել 99%-ով պատրաստ է կազմի առումով։ Մնում է նրանց խաղակցվածությունը բարելավել ու կարծում եմ նրանք Բարսելոնային կարող են հաղթել ու շատ համոզիչ ձևով։ Բայց իհարկե, ինչպես նախորդ թողարկումից իմացանք, Բարսելոնան էլ ձեռքերը ծալած հո չի նստում։ Դուք էլ մի ծալեք ձեր ձեռքերը եւ անպայման բաժանորդագրվեք ալիքին, որովհետեւ արա ձեզնից ոչ մի բան չի գնում, ընդհանրապես պետքա սեղմել այդ կոճակին, իսկ մեզ համար դա մի ամբողջություն է ու անչափ շատ է օգնում։ Հատկապես եթե հասել եք այս պահին ու դեռ բաժանորդագրված չեք, սիրտս կոտրում եք։